Տիկին Կալաս, լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք եւ պարոնայք, ուրախ եմ ողջունել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ տիկին Կայա Կալասին եւ իր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։ Վերջին ամիսներին մենք շատ առիթներ ենք ունեցել անդրադառնալու Հայաստան, Եվրոպական միություն գործընկերության խորացման ուղղված ակտիվ աշխատանքներին եւ ահա այսօր ես ուրախ եմ, որ բարձր ներկայացուցիչ Կալասի հետ համատեղ արձանագրում ենք 3 նշանակալի ձեռքբերում։ Առաջին Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը քիչ առաջ տեղի ունեցավ։ Սա Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակ է, որը միաժամանակ ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության եւ խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու Հայաստանի ձգտումը եւ ցանկությունը։ Երկրորդ, այսօր մեր կողմից համատեղ տրվեց Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միություն անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը, պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին եւ գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը։ Այս համատեքստում իհարկե մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք նաև Հայաստանում Եվրոպական միության մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրում։ Եվ երրորդ, ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանը եւ Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները։ Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու եւ առավել խորացնելու է Հայաստան-Եվրոպական միություն եւ երկկողմ օրակարգը, միաժամանակ խթանելով նաև Հայաստանի եւ ԵՄ միջև համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն եւ սերտ չեն եղել։ Օգտվելով ստեղծված հնարավորությունից, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը վերջին տարիներին իրականացված ծրագրերի եւ ֆինանսական օժանդակության, ինչպես նաեւ դժվարին պահերին Հայաստանի կողքին լինելու համար։ Տեղին է հիշատակել նաեւ դիմակայունության եւ աճի պլանը, մյուս մեխանիզմները, որտեղ մենք ունենք ակտիվ համագործակցություն։ Ուզում եմ հիշեցնել, որ վերջերս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը արտացոլում էր Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումները։ Գործընկերոջս հետ հնարավորություն ենք ունեցել քննարկել այս օրենքի կիրարկման հնարավոր հետագա իրատեսական քայլերը։ Քննարկել ենք նաև մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության հաջող ընթացքին վերաբերող հարցեր, որը մեր կարծիքով Հայաստանի քաղաքացիներին Եվրոպական միությանը մոտեցնելու լավագույն հնարավորությունն է եւ Հայաստանի կողմից անհրաժեշտ բարեփոխումների իրականացմանը զուգահեռ ակնկալում ենք նաեւ իհարկե այս ուղղությամբ շոշափելի քայլեր։ Անցնելով տնտեսական բաղադրիչին, նշեմ, որ այս համատեքստում քննարկել ենք այն ծրագրերն ու գործիքակազմը, որոնց միջոցով մենք կարող ենք խորացնել նաև մեր տնտեսական կապերը, ապահովելով Եվրոպական միության շուկայի հասանելիություն, ինչպես նաև արդյունավետ փոխկապակցվածություն։ Ի շարունակություն հավելեմ, որ մեր հանդիպման ընթացքում բարձր ներկայացուցչի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային փոխկապակցվածության ոլորտում Եվրոպական միության ներգրավման իրականացվող նախաձեռնությունները։ Այս համատեքստում ընդգծել եմ գլոբալ դարպաս ռազմավարության եւ Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի համադրելիությունը, կասեի ավելին փոխ լրացնելու ներուժը։ Իհարկե այստեղ կարող ենք հավելել նաեւ միջին միջանցքի գաղափարը, որի շուրջ քննարկումներ ենք ունեցել մեր մյուս գործընկերների հետ։ Այս համատեքստում կընդգծեմ Հարավային Կովկասի
որպես Եվրոպայի եւ կենտրոնական ու արևելյան Ասիայի միջև կապող կամրջի դերը, տեղին է հիշատակել նաեւ խոսեցի գլոբալ դարպասներից, բայց նաեւ Եվրոպական միության մյուս վերաբերելի ռազմավարությունը, Սևծովյան նոր հայտարարված ռազմավարությունը։ Հարգելի գործընկերներ, այս այցը տեղի է ունենում աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումների պայմաններում, զարգացումներ, որոնք մեկ անգամ եւս ցույց են տալիս խաղաղության, տարածաշրջանային կայունության ապահովման մեծ պահանջարկը, այդ ճանապարհին առկա մարտահրավերները։ Մենք այս համատեքստում անդրադարձ ենք կատարել մերձավոր արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակի կապակցությամբ ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները, նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը անմիջապես սկսել Ադրբեջանի հետ խորհրդակցություններ որոշելու պայմանագրի ստորագրման տեղը եւ ժամանակը եւ ընդհանրապես քննարկելու կարգավորման վերաբերող ողջ սպեկտրին վերաբերող բոլոր հարցերը։ Մենք ինչպես նախկինում այսօր եւս շատ կառուցողական ենք տրամադրված։ Հարգելի գործընկերներ, վերջապես այսօր նաեւ բարձր ներկայացուցիչի հետ քննարկել ենք 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման առնչվող հարցեր եւ այստեղ եւս մի միջոցառում է, մի ուղղություն, որտեղ մենք երկու կողմերս պետք է համադրենք մեր ջանքերը։ Եզրափակելով խոսքս անկեղծ շնորհակալություն եմ ուզում հայտնել տիկին բարձր ներկայացուցիչին խորը եւ հանգամանալից քննարկումների համար։ Այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները անշուշտ լրացուցիչ հիմքեր են ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու եւ արդեն ունեցած ինտենսիվ դինամիկան պահպանելու համար։ Շնորհակալ եմ։